Գարնանային որևէ կիրակի ֆրանսիական թանգարաններում հասարակության համար անվճար բաց դռների օր հայտարարելու Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությունը 1999-ին դարձավ թանգարանային գարու նախագիծ, 2001-ից էլ վերանվանվեց թանգարանների գիշեր եւ Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող 39 երկիր միացան այս ակցիային։ Հայաստանն արդեն 7-րդ անգամ կանցկացնի թանգարանային այս գեղեցիկ տոնը եւ ուրախալի փաստ է, որ տարեցտարի աճում է թե այցելուների եւ թե ներգրաված թանգարանների թիվը, հայտնեց մշակույթի նախարարը ասուլիսի ժամանակ, եւ այս տարի նոր ցուցադրություններով ու հետաքրքիր միջոցառումներով կներկայանան 60 թանգարան Երևանից ու մարզերից։ Թանգարանային գիշեր ծրագիրը այս տարի ընդհանուր իր կարգախոսը համաշխարհային դա հիշողությունն է։ Մենք դա մի քիչ վերափոխեցինք, դարձրեցինք գրավոր հիշողություն կարգախոսը, որովհետև մենք խնդիր ունենք 2012 թվականը գրատպության 500-ամյակի տարին է եւ թերևս սա մեզ համար լավագույն առիթն էր հասկանալ, թե ներքին դաշտում մեր թանգարաններում ինչ գրավոր հուշարձաններ են պահվում, ինչ գրավոր ուրեմն արխիվային նյութեր կան, որպեսզի մենք դրանք ավելի ակտիվ կարողանանք շրջանառենք 2012 թվականին։ Մշակույթի նախարարը հորդորեց լրագրողներին ավելի ակտիվ մասնակցել եւ դիտարկումներին եւ լուսաբանմանը, եւ եթե հարկ կա ավտոբուսներ կտրամադրեն նրանց մի թանգարանից մյուսը տեղափոխելու։ Հուսով եմ, որ նաև ձեր օգնությամբ, ձեր աջակցությամբ մենք իսկապես կկարողանանք այլ մեր իրական եւ ինչ որ չափով այսօր այլ ընտրանքային արժեքները ցույց տանք, որտեղ մեզանում մեր շատ են վերջերս բողոքները այն մշակույթով, որ հրամսվում է հեռուստաալիքներով եւ այլն եւ այլն։ Իդեպ այդ գիշեր առավել ակտիվ ու շատ թանգարաններ հաճախած արվեստասերներին սպասում են անակնկալ նվերներ ու մրցանակներ։ Ռուզան Մկրտչյան, Հովսեփ Հովսեփյան, IPV